Ուրեմն բարի լույս բոլորին, ժողովուրդ ջան, հայր ջան, ես ռուսերենով երկու խոսք կասեմ իմ թեմայի վերաբերյալ։ Իհարկե հետո երկար ես ոնց խոստացել եմ ինձ ինտերվյու կտամ։ Կասեմ, որը որից հետո է ու ինչքանով եմ կարևորում ես ես իմ թեման։ Доброе утро всем. Желаю всем хорошего дня. Значит, так, пару слов хочется мне обменяться с вами и высказать все те эксперименты, которые я проводил. Значит, сначала перейду к зеркалам. Это довольно интересно. После всего это я на армянском, конечно, скажу. Значит, как я понял остальное, когда я делал эксперимент с зеркалами. Значит, брал немного большое зеркало, потом среднее, а потом самое маленькое. Направлял зеркала так, чтобы они было сосредоточены на одно облако. И когда я направлял мысль с большого зеркала на среднюю, а потом на маленькую, вот после маленькой облако протекало. Не то, что исчезало, испарялось. Она протекала. Из этого я делал выводы, о выводах потом. А когда с маленького на среднюю и на большую направление на облако, это облако равномерно начало исчезать. Из этого я делал выводы и писал. Эти эксперименты я делал давно. Очень давно. Исходя из всего этого, я понимал многое. Все это я, конечно, делал постепенно. Ну а сейчас это для русскоязычного населения. Кто понимает русский, и моя просьба, если, конечно, не трудно, кому будет интересно, на английский язык, если захотят, конечно, понять, можно переводить, и не только на английский язык, а на другие языки. Ուրեմն տեսեք, հայեր ջան, չնայած ես գիտեմ, որ բավականին հայեր ռուսերեն շատ լավ են հասկանում, ինձանից է գերազանցում են ռուսերենը, բայց ամենայն դեպս ես հայերենով ինչքան որ կկարողանամ բացատրեմ։ Ուրեմն իմ փորձարկումներից ես դարել եմ շատ շուտ։ Ուրեմն տեսեք, մեծ հայլից միջին եւ փոքր։ Ինչ է կատարվում։ Ես ուղղությունը, ասենք, ուղղել եմ այն ամպի վրան ու տեսել եմ։ Անենց եմ տեղադրել հայլիները, ես կարամ դա էլի ցույց տամ փորձարկումով։ Ուրեմն միտքս որ գնացել եմ մեծ հայլից տեսնելով ամպը, միջին հայլին եւ փոքր հայլին այդ ամպը ասեմ ծակվել է։ Դա ոնց որ համեմատենք, ասենք, հեռադիտակին։ Որից հետո, եթե ես փոքրից եմ սկսել, միտքս ուղղել եմ փոքր հայլի վրան, նույն ձև միտքը отражает, էլի փոխանցում է, գնացել է միջին հայլին ու մեծ հայլին ու ամպին է կապել։ Լայնացված ձևով արդեն այդ ամպը վերացել է քիչ։ Դրանից ես եզրակացություններ եմ կասել, թե որը որից հետո ու այդ ձև աստիճանաբար բարձրացել եմ վերև։ Ես ինչի եմ պնդում, որ իմ թեման
լայնածավալ է, էլի ամեն ուղղություններով կարելի է դա քննարկել։ Ամեն ուղղությունների մեջ իր հետաքրքրությունն ունի։ Քաղաքականության մեջ դեռ չգիտեմ, դժվար թե քաղաքականության մեջ իմ թեման ինչ-որ մեծ դերակատարում ունենա, որտեղ քաղաքականության մեջ բացի ստից ոչ մի ճշմարտություն չկա, իսկ այս թեմայի մեջ սուտը չի անցնում։ Սուտը չի անցնի, որտեղ սա փաստացի, սա քերի օպար բարեկամ բան չկա է, սա փաստացի դու պիտի ապացուցես այն ճշմարտությունը, որ ինքդ ներկայացնում ես։ Ոնց որ ես ուրիշ եթերների հետ, ուղիղ եթերներ կլնեն, թե զապիս եմ արել սենց ինքս ինձ, ես ասեմ ձեզ, ուրեմն ով ուզում է լինի, շարքային քաղաքացի կլինի, հոգևոր աշխարհի ներկայացուցիչներ կլինեն, թե պետական մակարդակով կլինեն, եթե իմ թեման որոցը մեկը որոշի առաջ տանի ու ներկայացնի, ինձ ներկայացնի ու ասի, որ կա մի մարդ, որ կարողանում է այս կարգի բաներ անել, ես առաջինը ձեր կողքին կանգնած եմ։ Այն ինչ որ ներկայացրել եմ, այն ամենքը ինչ որ ես ձեզ ասում եմ, էլի կրկնվեմ, ես Տեր եմ, ես դա կարող եմ ապացուցել ամբողջ աշխարհին։ Պատասխանել ունեմ այն գործողությունների, այն հարցի պատասխանը, որ միտքս ուղիղ եթերի ժամանակ անցնում է։ Նույն ձև գնում է կենտրոնական, որտեղից որ հաղորդակցվում է, ուղիղ եթերը, ասենք ստուդիայից կլինի, առաջի ալիք կլինի, երկրորդ ալիք կամ թեկուզ մասնավոր հեռուստաընկերություն կլինի, նմանապես ուղիղ եթերի ժամանակ ասում եմ ձեզ, իմ միտքս անցնում է, գնում է եւ իհարկե նույն ձև ամպը կվերացնեմ։ Դա էլ սենց, պատասխանել ունեմ, ինչ եմ սանով ես ապացուցում, վերջով ես հարց եմ տվել, չէ՞, մարդիկ կարծեն, հարց կտան, լավ, ինչին պիտանի կլինի սա։ Լավ, խոսքի ասենք անում ես, ինչ ես ուզում ապացուցես դրանով։ Ես դրա այդ հարցերի պատասխաններն ունեմ։ Հավատացնում եմ ձեզ, այդ հարցերի պատասխանները ունեմ, բայց հիմի ես շտապում եմ, հաջողություն ձեզ, բոլորին ցանկանում եմ լավ օր, ես սենց հակիրճ, էլի կարճ իմ լրիվ փորձարկումները կներկայացնեմ, որտեղ ես ասում եմ տարբեր ուղղություններով եմ փորձարկում կատարել, թե եղանակի վերաբերյալ, թե կլիմայական զենքի, թե ոնց է հայերեն չեմ կարող ասեմ, ռադիոբիոլոգիա, կոչում ուղիղ լինեյնա պերեդաչա։ Դա կարելի է օգտագործել, այդ մասնիկները, այդ էներգետիկ համակարգը կարելի է իր շահս, ասենց ասած լավագույնը օգտագործել որպես բուժիչ, ասում եմ որպես բուժիչ մեթոդիկա, կարելի է եւ վնասել։ Մի դանակով կարաս հասնեք կդրես, կիսվես մարդկանց հետ, մի դանակով կարաս մարդկանց սպանես։ Հիմի թե նայած, թե այդ գաղափարները, այդ գիտելիքները ում ձեռքն անգած։ Ով ոնց կօգտագործի։ Դա ես էլի եմ ասում, դա այն փսիխատրոնի զենքը չի, այդ որ ասում եմ ռադիոբիոլոգիա։ Փսիխատրոնքին լրիվ ուրիշ է։ Փսիխատրոնի, փսիխատրոպնի զենք գոյություն է։ Տարբերությունը մեծ է դրա։ Պետք լինի ես դա էլ կարամ բացատրեմ, ասեմ, թե տարբերությունը որն է։ Այսքանն է ուզում ասել, հաջողություն բոլորին, լավ օր, առողջություն եմ ցանկանում, հաջողություն ձեզ, տեսում։ Հետագայում ես խոստացել եմ, ես երկար ինտերվյու կտամ, իմ դեմքով իհարկե։